Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տարրո կանխատեսումը կշեռք նշանի համար։ Սիրելի կշեռքներ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլոր կշեռքները իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով և տարբեր ոլորտներում, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում կամ հորոսկոպ, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ երջանիկ իրադարձությամբ, ձեզ մեծ երջանկություն է սպասվում, որևէ ոլորտում ձեր երազանքը կիրականանա, ձեզ շատ երջանիկ կզգաք, բավարարված կզգաք, ձեր ուզածին կհասնեք, հատկապես եթե մինչ այս ինչ-որ պլաններ ունեիք, երազանքներ ունեիք կապված այս ամսվա հետ, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Եթե օրինակ բլոգեր եք, հայտնիություն եք ցանկանում ձեռք բերել, դա եւս կստացվի, կամ եթե ինչ-որ վայրում եք աշխատում, գուցե ձեզ նկատեն, եւ այսպիսով պաշտոնը բարձրացնեն եւ այլն, համենայն դեպս ձեզ հաջողություն է սպասվում եւ երջանկություն։ Որևէ իրավիճակ կստեղծվի, որտեղ պետք է պայքարել։ Այստեղ քարտի էներգիան է պայքար, թե որ ոլորտում կլինի այդ պայքարը, ամեն մեկը մի ձևով կզգա, գուցե լինեն հաճախորդները շատ, դուք մենակով բոլորին փորձեք այսպես հասցնել, որպեսզի բաց չթողնեք դրանց, կամ գուցե ամեն գնով ինչ որ բան թաքցնեք ձեր շրջապատից, նման եւս իրավիճակ եւս կարող է լինել, բայց համենայն դեպս ինչ էլ որ ուզեք անեք, ձեզ մոտ անպայման դա կհաջողվի։ Որևէ իրավիճակից դուք հաղթանակած եք դուրս գալու այս ամսվա ընթացքում։ Բնականաբար ամեն ոլորտում գուցե լինի այս հաղթանակը։ Իմիջիալոց նշեմ, որ այս նախորդ քարտը, որ ասում է, հնարավոր է օրինակ դիմեք աշխատանքի համար եւ կոնկուրենցիան մեծ լինի, բայց ասեմ, որ հենց ձեզ են ընտրելու, քանի որ հաջորդ քարտը հենց ասում է դրա մասին, որ ձեզ սպասվում է հաղթանակ։ Գուցե ուղղակի ինչ որ գնում պետք է կատարեք եւ ստացվի ձեզ մոտ բավականին մաչելի գնով գնել։ Դա եւս համարվում է հաղթանակ եւ այս քարտին է պատկանում։ Մի խոսքով, նման ինչ-որ հարց է լինելու ձեր կյանքում եւ ամիսը ձեզ համար կավարտվի մի փոքր հոգնած, գերհոգնած, աշխատանքը շատ կլինի եւ այդ ամենը դուք կփորձեք հասցնել մենակով, որպեսզի այդպես ամսվա պլանը կատարած լինեք, այսպես ասեմ։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին կլինի ամսի 5-ին, ցուլ նշանում 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կթողնի։ Այս ժամանակահատվածում, սիրելի ընկերներ, ձեզ երջանկություն է սպասվում, խոսքը ընտանեկան երջանկության մասին է։ Ինչ որ հարց գուցե լինի, որտեղ ընտանիքով հավաքվեք, ուրախ ինչ որ տոն նշեք, քանի որ լիալուսինը եւ ինչ որ բարձրություն է մտնելու, կարծում եմ, որ ինչ որ առիթ կլինի կապված հենց բնակարանի հետ, գուցե օրինակ տեղափոխվեք նոր բնակարան ձեռք բերեք, կամ ընտանիքի անդամի կյանքում ինչ որ հաջողություն լինի, հավաքվեք, այդ հաջողությունը տոնեք, բայց խոսքը ավելի այսպես ընտանեկան միջավայրի մասին է, որը ընտանիքում ընտանիքի անդամի հասած հաջողության մասին է։ Եվ նորալուսինը լինելու ամսի 20-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այստեղ սիրելի ընկերներ, որևէ տղամարդ, ով ձեզ համար ստատուսով է, խոսքը ձեզ համար կարևոր է, դուք հարգում եք, կարող է այս տղամարդը խոսի նաև պետական ինչ-որ համակարգից որևէ մեկի մասին, նրա հետ կապված ինչ-որ նոր սկիզբ է լինելու, նորություն է լինելու, նա կարող է լինել ձեր ղեկավարը օրինակ, գուցե հայրը լինի, բայց ինչ-որ կարծես ձեր կյանքում նոր էտապ է լինելու կապված նման տղամարդու հետ։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված նոյեմբեր ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, գալի կանխատեսումները բաց չթողնելու համար։ Դե ինչ շուտով կհանդիպենք, ցտեսություն։